Կիսաբաց լուսամուտներից ներս թափառող մարդկային մտքեր, յուրաքանչյուր աշխատանքային երեկո բարև ձեզ, դուք միացել եք երկրի թիվ 1 թոք շոուն եւ այդտեղ կիսաբաց լուսամուտներից ներս։ Անձնական բախտից մշտապես բողոքող Ռաֆայել Հովսեփյանը երկրորդ անգամ փորձեց բախտը իր համար կին ընտրելով Մարգարտին, բայց համերաշխ ընտանիք ունենալու մեծ ցանկությունը այս անգամ էլ չիրականացավ։ Փոխադարձ վիրավորանքներ, դավաճանության մեղադրանքներ, ծեծ ու ջարդ։ Հիմա իմ շորել։ Հորդ ինքացարը հոդը խալաձեմ իրական։ Ես չեմ ուզում բարակմոտը դու ես։ Չաթալ։ Նայ։ Չաթալ, բարակմոտը դու ես ասма բարակմոտ։ Կնոջն ուղված մեղադրանքներով, ապահարզանի պահանջով եւ ներկայից հոգնած Ռաֆայելն այսօր երկրի թիվ 1 թոք շոուի տաղավարում է Ռաֆայելի Մարգարտե երազը, կիսաբաց լուսամուտներից ներս։ Ռաֆայելը եւ Մարգարտե երազը իր այստեղ են, դիմավորում ենք նրան, Ռաֆայել Հովսեփյանը գալիս է կիսաբաց լուսամուտներ։ Բարի երեկո Ռաֆայել, եւ այսպես ձեր երկրորդ կինն է Մարգարիտը, առաջին կնոջ հետ չստացվեց, որովհետեւ համատեղ երեխա չէիք կարողանում ունենալ, արդյունքում պարզվեց, որ իրենից է, ոչ թե ձեզնից է, ինչը պնդում էր, հա? Քանի տարի եք ապրել առաջին կնոջ հետ։ Մոտ 2.5։ Երկրորդ կինը Մարգարիտը ինչպես է ձեր կյանքում հայտնվում։ Ես ինչ Մարգարիտ հետ ամուսնացել եմ, ունեց եղել, որ մեր համատեղ կյանքը ստից է սկսվել։ Սուտ բառը։ Որն է այդ սուտը։ Առաջն այդ սուտը եղել է, որ խոսքի ինքը եկել է մեր տուն, ես իրան որպես հարս եմ բերել, այսինքն հարսանիք բան, այդպես բաներ չի եղել, ուղղակի ձեռս բռնել բերել եմ տուն։ Որ բերեցի տուն, այդ ժամանակ ինքը ասեց բանը, բնականաբար առաջին գիշեր անցկացնելուց հետո, այդ ժամանակ ասեց բանը, իմ մորս սիրածն է, ձի բռնաբարել է, ջերմուկում։ Այդ վաղտը ես եղել եմ 13 տարեկան։ Այդ հեքիաթ ինձ պատմեց, որ ես այդ պատրվակով կույս չեմ։ Ես էլ ոնց որ կոպիտ ասած, էշի պես հավատացի։ Լավ, բայց հետո կարծեցիք, որ դա խոչընդոտ չի ձեր կյանքին, եւ դուք կարող եք համատեղ կյանք ունենալ, երջանիկ ընտանիք կազմել, ի վերջո կուսությունը չի, որ ապացուցում է ինչ-որ բան։ Այո։ Ու ես դրանից հետո էլ ասինք կինը արունով չի որոշում մարդու երջանկությունը։ Ուզեցա ընդամենը ես երեխա ունենայի, ընտանիք կազմեի։ Երկու երեխա էլ ունեցաք, ընտանիք կազմեցիք, բայց դժվարությունները ինչից սկսվեց, որ հիմա դուք հասել եք այստեղ եւ սարսափելի մեղադրանքներ ունեք իրար հասցեի։ Առաջի 1 տարին մենք շատ նորմալ ապրել ենք։ Նրանից հետո ինչ տղաս ծնվեց, նրանից հետո ոնց որ Մարգարիտին վեկալեց գլխի վրա շուրտաս։ Ոնց որ ինքը լրիվ փոխվեց իմ հանդեպ։ Ամեն անգամ ինքը հատուկ վեճեր է սարքում, աշխատանքից տուն էի գալ եմ եկել, տենում էի մերս ճնշումով կինա։ Տենում էի վատառոչը բան, տենում էի ճնշումը բացասում եմ, մամ ինչ եղե։ Մայրս ձեն չէր հանում, դրանից հետո էլ ես բանը կարծում էի, որ խոսքի ինքն է այդ մեղավորը, ու հետո ես մի անգամ իմ աչքերով տեսա, որ ինքը այնց հանում, որ դաժե այս վերջը գցել ինքը մի անգամ ասեց, ես քեզի անպայման ասեց, անեց եմ անել Ռաֆո դու որից գաղութ, մերս էլ, որտեղ որ վատառողջ է, մերս էլ էթա գվան հողի տակ։ Այսօր սարսափելի մեղադրանքների մեջ եք դուք իրար մեղադրում, որը դավաճանությունն է ամուսնու արկայության, կնոջ արկայության դեպքում։ Ու փող ստեք։ Ձեր կինը դուք պնդում եք, որ ձեզ դավաճանում է։ Հա, պնդում եմ։ Ունեք կասկածներ կան, հիմնավորումներ։ Կասկածներ կան, բայց ապացույցներ էլի կան, որ խոսքի ինքը Բերինաս ջանի լեզվանի, հա։ Դա լեզվանի ասում, որ լեզուն 75 մետր է։ Այն բառը, որ կարամ ասել, որ ասում է անողնաշար կենդան ինձ։ Կապիկ, շատ գիտեմ ինչ։ Բայց կռվի ժամանակ յուրաքանչյուրն էլ ինչ-որ բառեր կարող է ասել, թե դա։ Այդ իր համար նորմալ է։ Այդ իր համար նորմալ է, ասում է բանը, ինչ եմ ասել որ։ Դուք երբևէ բռնացել եք ձեր կնոջը օտար տղամարդու գրկում։ 10 օր առաջ մի հատ ընկեր ունեի, Ալարաղացում իրար հետ աշխատել ենք, բանվորություն ենք արել։ Եկավ մեր տուն, Վալերն եմ, ինձ չճանաչեցիր,
Ռաֆու ջան։ Ասի հա, ճանաչեցի։ Դու մի ասա, ինքը այդ Վալերի հետ հեռախոսակապով գաղութի հետ կապ ունեցել։ Ձեր ամուսնության ժամանակ։ Ամուսնության ժամանակ։ Ես դաժե մի անգամ հեռախոսը իր ձեռքից վերցրել եմ, հեռախոսը ձեռք։ Ես զալում նստած էի։ Տան զալում նստած, ինքը սպալնիայում էր։ Սպալնիայում նստած էր, մեկ էլ տենում եմ անդադ իրան զանգերագալի ինքը անջատում, զանգերագալի անջատումա։ Մի հատ զանգ եկավ գնացի սպալնիայի կողմ, հեռախոսը ձեռքից խլեցի։ Խլեցի, զանգ եկավ ու միացրեցի դրեցի ականջից։ Դրեցի ականջից, մեկը ինչ լսեմ։ Այն բանը, այդ Վալերը ասում է, դե չէի իմանում, որ այդ Վալերն է խոսում։ Ահա, ինչ էր ասում։ Ասեց, այ մամա սենց անեմ, որ զանգում եմ, ինչի չես վեկալում։ Մեկը ասի, այդ տղա ասի, ում ես զանգում։ Ախպեր, երևի սխալ եմ զանգել, ես իմ եմ ուզում։ Այսինքն այդ արտահայտությունը վերաբերում էր ձեր կնոջը։ Ու այդ ասեցիք, որ ձեր կինն է։ Հա, ասեցի, կինը ախպեր ջան, երևի սխալվել եմ բան, ու այդ օրը, այդ սրանից 10 օր առաջ եկանք մեր տունը, ինքը եկավ մեր տունը, նստեցինք, ես էլ գործից եկել է հոգնած բանը, եկանք նստենք, ինքը բանը օղի բերեց, նստեցինք, խմեցինք։ Նրանից հետո ես իրան ճանապարհել եմ, հետո երեկոյան ես արդեն որ պարկե քնել էի, իմ մայրիկի սենյակը ու իր սենյակը իրար կողք-կողքի են գտնվում։ Բալկոնը ընդհանուր է։ Այդ ժամանակ իրիկվա կողմը, մեկ էլ դաժե հարևաններից է մարտեցել, որ այդ տղան ուզեցել է բալկոնում ներս մտնի, առաջի հարկա մեր տունը, բալկոնում ներս մտնի։ Ինքն է վերագրում է, բանը գիտես ինչ կա, ասում է այդ Վալերը որ եկել է, քո հետևից եկե բալկոնով, որ եկեք, որ քո ծոցը մտնի, յանի իմ ծոցը մտնի, իր ծոցը չէ։ Այ քեզի բան։ Այդպես բան ասեմ։ Մայրս այդ ժամանակ տեսել է, գորգրասել է վրեն, տանից վռնդել է։ Ձեր գլխավոր այսպես ապացույց այն տեսանյութն է, որը դուք այսօր բերում եք, բերել եք, ես ուզում եմ հասկանալ այս տեսանյութը ձեզ մոտ ինչպես է հայտնվել։ Դա էրոտիկ բնույթի տեսանյութ է, կենակցման, տղամարդու եւ կնոջ միջև։ Իդեպ ես կխնդրեմ մեր հեռուստադիտողներին, եթե անչափահասներ կան կիսաբաց լուսամուտների այսօրվա հեռուստադիտողների շարքում, ծնողներին կամ մեծերին հեռացնել նրանց էկրաններից։ Մի հատ ընկեր ունեմ, ինքը կոմպյուտերի հետ բան էլի, համակարգչի հետ ինչ լավ էլի։ Իրան ասեցի, դե ես ընդհանրապես իրան ասում եմ, դե որ խոսքի չետամ ուրիշ տեղերից դիսկ բան առնեմ, ինքը ասում է ինձ դատարկ դիսկ բեր, ես այդ դիսկը ինչ ուզես զապիս անեմ, էլի դե մուլտեր բան է, դե ես մուլտֆիլմերից շատ եմ սիրում։ Հա։ Ասեցի ինչ ուզես զապիս անեմ, ասեց մի օր էլ ասեց ուզում ես մի հատ sense բան զապիս անեմ։ Դուք չէիք ուզում, տենց ուղակի տվեց ձեզ այդ։ Չէ, ես ասեցի, ասեց բաներ գոյություն ունեն, լավ չէ։ Ոսկի հայկական այդ էրոտիկ բաներ։ Հա։ Ասեց հա խի չկա։ Էրոտիկը դուք մեղմացնում եք, դա պորնոգրաֆիկ է։ Ապրեք։ Այդ ժամանակ ասեց լիքը ասեց տենց բաներ կան։ Ասեց ուզում ես մի հատ տենց դիսկ հավաքեմ։ Ասել է հավաքի տենեմ ինչ իրանից ներկայացնում են։ Եվ ասում են հայկական պորնոգրաֆիկի հերոսների շարքին դասվում է նաև մեր այսօրվա հերոսի կինը։ Փոքրիկ դադարից հետո բացառիկ տեսանյութը իրականում կինն է, թե ոչ, եւ Մարգարիտը ինչ մեղադրանքներ են նա ամուսնուն հղում մեր տաղավարից հեռու չգնաք։ Ռաֆայելի Մարգարիտ է երազը կիսաբաց լուսամուտներից ներս, ես տաղավար եմ հրավիրում վերադառնալով միանգամից Մարգարիտ Հովհաննիսյանին, մեր այսօրվա հերոսի կնոջը, ինչ է նա պատասխանում մեղադրանքներին, դիմավորեք։ Բարի երեկո Մարգարիտ, ենթադրում եմ, որ դուք տաղավարից դուրս ամենահաճելի խոսքերը չէր, որ լսում էիք ձեր հասցեին։ Այո։ Ինչի են ձեզ մեղադրում անբարոյականության մեջ ձեր ընտանիքի անդամները, գլխավորապես ամուսինը, ձեր երեխաների հայրը։ Ամեղտեղ ինձ մեղադրում է ինքը։ Ոչ նման բան ա եղել։ Ճիշտ է, ինքը ասում է, որ ես ամուսնացել եմ իր հետ, ոչ կույս եմ եղել։ Ես դրա հենց այդ օրը ես իրան խնդրել եմ, ասել եմ, որ Ռաֆո, ես գնամ։ Այսինքն իրականում 13 տարեկանում ձեզ ձեր մայրիկի ընկերն է բռնաբարել ջերմուկում, ինչը քիչ առաջ պատմում էր Ռաֆայելը, դա իրականությանը համապատասխանում է։ Այո։ Այս տեսանյութը դուք ինքներդ տեսել եք, որտեղ իբր պատկերված եք դուք սեռական ակտի ժամանակ։ Ինքը ստիպելով
ինքը ստիպելով, ասելով, որ նայի, տես, որ դու ես։ Բայց աղավաղված է եղել այդ դեմքը։ Բայց իրականությանը չի համապատասխանում, նման բան չի եղել։ Ինքը անիմաստ տեղը մեղադրում է ինձ։ Լավ, որտեղից է այս տեսանյութը, հա, ինչպես է այն հայտնվել համացանցում, որտեղից էլ ներբեռնել է ձեր ընկերը ու արդյունքում հայտնվել է ձեզ մոտ, հա, Ռաֆայել։ Ես դա չգիտեմ, ոնց է Չեք փորձել հասկանալ, այ ում հետ է նկարահանվել, ինչպես դուք պնդում եք կինը, ով է այս տեսակ վիդեոյի սիրահարը, որը սեռական ակտ է նկարում։ Դա ես չգիտեմ։ Սա միակ դեպքն է, որ ձեր համար ապացույց է, որ ձեր կինը դավաճանում է ձեզ։ Դա միակ ապացույցն է, որ ոսկի ես դաժե կասկածներ կա, ճիշտ է, ես ապացույցներն դա բացի դրանից ուրիշ բան չունեմ։ Ես առաջարկում եմ հիմա ձեր սկեսուրին, ձեր մայրիկին Ռաֆայել հրավիրել տաղավար, Ջուլիետա Հովսեփյանն է գալիս տաղավար դիմավորեք։ Բարի երեկո Տիկին Ջուլիետա։ Ինչ տպավորություն թողեց հարսը, երբ որ առաջին անգամ ձեր տուն մտավ։ Իմ սեփական տան մեջ իմ կյանքը դարել է դժոխք, կատարել դժոխք, դժոխքի մեջ եմ ապրում։ Ինչու։ Հենց երեք չանցած օրը, մինչև գիշերը 74 տարեկան կին եմ, լսողական տանել վիճակի մեջ, սրտային, բարձր ճնշումով։ Պատկերացրեք, երեք չանցած օրը, մինչև գիշեր երկուսը միլիցայությունում եմ անցկացրել։ Այնտեղ էլ ոչ մեկի խիղճը չտվեց, որ դեղ չարեն, էլի տղես գնաց հերթապա դեղատներից դեղ չարեց, կարմալոր չարեց, ու մի փոքր վիճակը սլավացավ։ Ես հիմա չեմ ասում, ես իրա բարերը կրկնեմ, ես իհարկե բուլգար կին չեմ, բայց իրա բարերը պետք է անպայման լսեք։ Ես իմ սենյակում գիրք էի կարդում, տղայից ասում, սենց ասում, բալա։ Էդ ասեցի Ռաֆո էդ իմ հետ, ես դուել իմ բալեն ես, ինքը բա հա։ Մատերով ասեն, թեթևակի մի հատ ապտա կապեցի, թեթևակի։ Դե հիմի քո հալը կտենաս։ Զանգեց միլիցայություն, միլիցայքը նորից ստացման, մի 100 անգամ տունս միլիցայ է եկել ասել։ Ես ուզում եմ, որպեսզի երկու կողմերի մայրերը այստեղ ներկա լինեն, Տիկին Շուշանի Գրիգորյանին, Մարգարիտի մորը հրավիրում եմ տաղավար։ Բարի երեկո, ձեր դստերը բռնաբարել է ձեր ընկերը 13 տարեկանում նրան։ Նա 80 տարեկան է եղել մեկ, երկրորդն էլ իմ երեխեն խապնվել է, տարիքին խապնվել է, ամուսնությունից հետո նոր ես իմացել եմ հրաժան, դա ճիշտ է ասում, որ Այդ 80 տարեկան մարդը ոնց է բռնաբարել։ Ինքը 80 տարեկանը չի արել։ Մենք չենք էլ իմացել ամուսնությունից հետո եմ ես իմացել, որ ով է եղել։ Չենք իմացել։ Մարգարիտ, ով է քեզ բռնաբարել։ Մայրիկիս նախկին երկրորդ ամուսինը։ Քանի տարեկան։ Մոտ 60 անց էր արդեն։ Տիկին Շուշանիկ, ձեր դստեր ընտանիքում ինչու է այս իրավիճակը։ Դուք ինքներդ ձեզ հարց տվել եք։ Ինքը խմող, ալկաշ, պաստայանի խմած, հարբած, միշտ շիշը ձեռում ներսամտե, պիվեն ձեռամտե, դանակելա քաշևրին, չափաջաղովիլա հասե վրա, շլանգովիլա հասե վրա, դրանք բոլորը միլիցայությունում տարել են, նույնը չափաջաղը իմ աչքի առաջնա դրևզին։ Երբ մենք ձեր տանն էինք, հարգելի զույգ, խայտարակ իրավիճակ էր, դուք իրար կոկորդ էիք բարի բուն իմաստով կրծում, փառք Աստծո, որ դուք այսօր այստեղ ցիվիլ ու հանգիստ եք ձեզ պահում, ինչի հույսը բացարձակ չունեի, շատ ուրախ եմ։ Դուք փոխադարձ էիք մեղադրում, դուք ասում եք, որ ձեր կինն է դավաճանում ձեզ, անդադ տղամարդիկ են պատշգամբից գալիս, դռնից գնում եւ հակառակը, դուք նույն բանն ասում եք կանանց վերաբերյալ, որ նույն հաջողությամբ կանայք են գալիս օտար ձեր տուն ու գնում, Մարգարիտ։ Ովքեր են այդ աղջիկները։ Ճիշտն ասած, որ ես Լիրա անունով աղջիկ, իրար հետ մենք աշխատել ենք որպես մաքրուհի։ Կլոր 3 ամիս ինքը
ապրել է մեր տանը, մեր հացով, մեր ջրով։ Մի ամիս 20 օր։ Օ, 3 ամիս, հա, չէ, մի տարի։ լավ 3 ամիս, մի ամիս 20 օր, հա։ Այդ ընթացքում ինչ էր կատարվում ձեր տանը։ Այդ աղջկա հետ Ռաֆոյի հարաբերությունները շատ նորմալ էր։ Դաժե խորացել էր այն աստիճանի էր հասել, որ ինձ լիրայի մոտ ստորացրել է, խփել է գլխիս, ծնկով խփել է գլխիս, ստորացրել է ու պարկել է լիրայի կողքը։ Ես էլ իրանց կողքը, ծեծված, ջարդված, դաշը երեխեքն է, աղջիկս ուջուրս քնած ա եղել, իսկ տղաս արթուն ա եղել։ Երեքով այդ նույն անկողնում ինչ էի կանում։ Ինքը հարփած, մտել ա, ինձ ծեծել ա, ձեռը դրել ա բգից։ Բայց ինչի համար ա ծեծել։ Ինչի համար ա ծեծել։ Հերախոսով զանգել են, թե իմ սիրածին դու։ Ոչ, սուտ եք խոսում, սուտ ես խոսում, դու քո տարիքից չես ամանչում։ վկայել դառնես եւ Նախևառաջ էդի մեկը ստեցի 4 ամիս ամրացել դի մեկ ստեցի։ Իրանց հարևան, Գայանեն էլ ա դաշը ներկա եղել, որ ինքը ձեռը դրել ա բգից խեղտել ա, երեխեն աչքերը բաց նայել ա, ասել ա, որ ես պտի սենց երեխու դեմը անեմ, խեղտեմ, որ քո դաժան մահը երեխեն տեսնի։ Երբ է Ռաֆայել հասցնում ձեր կինը ձեզ դավաճանել։ Իմ աշխատանքն էս աշխատանքը, որ ես առավոտը շատ վաղ անցալեմ 8-ին 7-ին հետում եմ, իրիկունը ժամը 11-ին գալիս եմ։ Ինչ ես աշխատում։ Ալուրի առաքիչ, բանվոր։ Բայց ձեր մայրը տանն է, չէ՞ ամբողջ օրը։ Հա, մաման ինչ, մամա ոչ բանա լսում, ոչ էլ բան։ Սենյակում փակված է։ Ինքը շատ հանգիստ կարանգեր բերտունը։ Ամբողջ օրը սրա նրա հետ իմ բամբասանքն է անում։ Այո։ Չէ, հա։ Հա։ Այդ ոնց Ով որ բամբացել է մեռնի։ 1000 անգամ։ 1000 անգամ։ Ամոթ ինձ, որի մակարդակը իջացրել եմ թե քո։ Ամբողջ մասինցը վրեստի տաղում է կարմիր խնձոր կոնյակ եմ տարել, հողեր իմ գլխին։ Այսքան Հանգստած Ռաֆայելի Մարկարտե երազին մենք կվերադառնանք մի քանի րոպեից, թող կրքերը հանդարտվեն այստեղ։ Ռաֆայելի Մարկարտե երազը կիսաբաց լուսամուտներից ներս, չնայած նրան, որ մեզ մոտ այսօր ոչինչ չհանգստացավ, մենք վերադառնում ենք տաղավար։ Ծանոթացեք թեմային։ Անձնական բախտից մշտապես բողոքող Ռաֆայել Հովսեփյանը երկրորդ անգամ փորձեց բախտը իր համար կին ընտրելով Մարկարտին, բայց համերաշխ ընտանիք ունենալու մեծ ցանկությունը այս անգամ էլ չիրականացավ։ Փոխադարձ վիրավորանքներ, դավաճանության մեղադրանքներ, ծեծ ու ջար։ Հիմա իմ շորերը։ Հորը դինքացարը հոդը խալաձելի դեպի։ Ես չեմ ուզում չի բարակ մոտը դու ես։ Չաթալ։ Նայ, չաթալ, բարակ մոտը դու ես, ասма բարակվան։ Կնոջն ուղված մեղադրանքներով, ապահարզանի պահանջով եւ ներկայից օգնած Ռաֆայելն այսօր երկրի թիվ 1 թոք շոուի տաղավարում է Ռաֆայելի Մարկարտե երազը, կիսաբաց լուսամուտներից ներս։ Լավ, վերադառնալով ես հասկանում եմ, որ դուք անընդհատ իրար մեղադրանքներ կհնչեցնեք։ Ձեր ընդհանուր շահը ո՞րն է։ Լավ, ձեր հարցը անբարոյական է, հա։ Ձեր կինը անբարոյական է, ընդունում ենք։ Ձեր փեսանել հարբեցող է ու կրկին անբարոյական է, ընդունենք։ Ինչ եք ուզում իրարից։ Չի ցանկանում բաժանվի։ Գործը տվել է դատարան, բաժանվի։ Ասма տուն գնամ, ում տունը տամ։ 7 հոգի սեփականատեր եմ տան մեջ, սեփականատերներ ես եմ։ Ռաֆայել, դուք ես կնոջը սիրել եք երբևէ։ Առաջի մոտ մի 3-4 տարին նորմալ ապրել ենք իրար։ Ինչից հիասթափվեցիք։ Նրանից հիասթափվեցի առաջնահերթ, որ մենք իրար հետ գնացել ենք աշխատելու, պատկերացրեք, որ խոսքի իրար հետ հավասար աշխատավարձեր ենք ստանում, որ մենակ իմ աշխատավարձի հույսն էր, այդ ամբողջ ընտանիքը։ Իր աշխատավարձը չգիտեմ ինչ ուղղությամբ էր էթում։ Ուր էր գնում ձեր աշխատավարձը, Մարգարիտ։ Իմ աշխատավարձը մեր հարևանուհին ապրանք էր ծախում, գնում էր Գերմանիա։
Իջավ ինքը ասեց Մարգարիտ, ես այդ արևանից ապրանք եմ վաճառում, կարող է ուզես, ապրանք է կարել, ում է կարել այդ ապրանքը, ձեզ ամուսնուց կես ընդհանուր տան համար, ինչ է կարել օրինակ, խալի, տեղաշոր, պասուդեղը, գնել է, նման բաներ առել է, գնել է, բան չունեմ ասելու, բայց վերջում, այդ մարդիկ արդեն գնալու ժամանակն եկա, որ օբշի այդ գումարը երևի սաղ իրար հետ հաշվեց, երևի մի 120,000 դրամ փոք արժեներ, որից այդքան աշխատել է, վերջում է դաժը 70,000-ը մեզնից վեկալեցին ու գնացին, փաստորեն ինքը ոչինչ չի տվել, ապացուցի, Բայց 70,000 անում էր մեկ աշխատը հաշվել է։ Ով ասում։ Ոյ քովրեն ինչ ապացուցում։ Դուք քանի երեխա ունեք։ Եթե ամուսնուց գերեզմանի համար 2 կոպեկ հավաքել է բորդորները բազատապատեցի, բա ոնց, էտա բազատին տվեցի։ Բա այդ երեխեքը ձեր մեղքը չեն գալիս, իրանց մոտ տենց իրար եք։ Իրանք մեղք չեն գալի, դաժե ինքը հենց հանձինս իմս կեսուր մայրիկը։ Ես տանը չեմ եղել, գնացել էի գործ ման գալու։ Իրա մաման աղջիկս մի քիչ չարաճճի է։ Անընդհատ ասել է անուլիկ խելոք մնա, դե երեխա է, չի ենթարկվել, մամասել ներկա է եղել։ Երեխեն որ վախից ջղայնացավ, երեխեն մտավ դռան արանքը։ Վախից մտավ ջուլիկը սեղմում է դուռը երեխի վրան, երեխեն քանի խժում է, այդ երեխեն։ Ես եմ երեխա խփել։ Այո։ Դուրը չես սեղմել երեխի վրան։ Ես երեխա եմ, դուրն ես սեղմել։ Դուրը չես սեղմել։ Իսկ ինքը մի հատ աղջիկ Այդ էլ քո աղջիկը չէ, որ երեխան եկել է ժուրնալիստ եղանի վրից հացա վերցրել քո աղջիկը, սես ձեռի խփել է, ասել է վարատնիկից բեկալել է, շպրտել է դու զալի դուռը, ծախել է հաց Այդ ժամանակ ես տեղում եմ, մի վարքան Ես այդտեղ եմ եղել։ Մի վարքան ես տանում չկապ ունի այս պատմության։ Մամ, սուս մնա, հանգստացի։ Ինչա որ մենք ամուսնալուծվում ենք։ Ձեր տալը ամուսնացած է օտար երկրում է ապրում, ճիշտ է։ Այո։ Ինքը ապրում է Թուրքիայում։ Տալս այս մի ամիս 10 օր եկավ մնաց ստեղ։ Հայ բաժիներ ուզում։ Թուրքիա դա ամուսնացած։ Այո։ Թուրքի հետ մի հատ աղջիկ ունի, եզդուց ունի, հայից ունի, մարդկանցից Այ քեզ ինտերնացիոնալ ընտանիք։ Արա տո ստի հերեն եմ անիցանը, որ ինքը եզդուց բանից ունի, հա։ Այո։ Հերյանից է։ Այո։ Հիմա ես դուք կոյերը կանից վիարա։ Անասուլը քաշայուրը դալտաշի մեկ։ Ահա, աղքաշ հարփեցող։ Ամբողջ ոստիկանությունը գիտի, որ ինքը հարփեցողությամբ բազբազում բրիլյանտի ականջող էլ տարել հիվանդանոցի դռանը կախեցի ականջներից Տիկի լավություն է կարել, որ բրլանտի է, նեց եք խոսում, ով չի անում հետաքրքիրա, սաղ էլ անում է, նեց եք խոսում, ոնց մի հրաշ բան է կարել, Լավ, Գալիկյան հազար ներողություն, ես հասկանում եմ դուք երկար է այսպես ամեն մեկի բոստանից մյուսի բաղջը անընդհատ քար եք նետելու, ես ուզում եմ այդ չարաբաստիկ տեսանյութը իրականում հենց հիմա ցուցադրվում է, բայց ոչ հեռուստատեսային եթերի համար, մենք ցուցադրում ենք միայն հանդիսատեսի և փորձագետների համար, քանի որ օրենքի համաձայն հեռուստատեսային մենք նման տեսանյութ ցուցադրելու հեռուստատեսային եթերում իրավունք չունենք, և որպես ապացույց մենք կընդունենք ձեր խոսքը որքանով է նման կամ որքանով է համապատասխանում երկուսի դեմքերը։ Մենք ձեզ կներկայացնենք Մարգարիտի նկարը, Մարգարիտը նաև այստեղ է, և իհարկե այն տեսանյութը, որը Ռաֆայելը պնդում է, որում ավելի ճիշտ Ռաֆայելը պնդում է, որ սեռական գործողություն կատարողը իր կինն է։ Ձեզ ենք ներկայացնում ստոպ կադրը հեռուստատեսային տերմինոլոգիայով ասած, և լուսանկարը, որ մենք ունենք Մարգարիտից ու Մարգարիտը։ Հարգելի փորձագետներ, ձեզ կլսեմ դեռևս, թե որքանով են համապատասխանում Նույն մարդն է արդյոք, նույն մարդը չէ։ Ռաֆայել, դուք հիմա հպարտ եք, որ այս տեսանյութը որպես ձեր կնոջ անբարոյականության ապացույց ներկայացնում եք։ Ուզում եմ ամեն ձևի շուտապույտ ձևի պրծնեմ։ Որովհետև ես էլ եմ արդեն մի քիչ էսենց բաներ վերջի 3 տարին եմ սրտի հետ խնդիրներ ես արդեն։ Դու մանկություն ես։
Բայց նաև դուք դրանով ասենք թե ձեր երեխաների ապագայի վրա եք ինչ որտեղ կարգծում։ Դուք դա հաշվի առնում եք, որ եթե սա տարածվի, շրջապատի մեջ բարեկամներ, ես թողնում եմ մի կողմ, ասենք թե ինչքանով է իրական, ինչքանով է նա ամեն ինչ արել, բայց դուք մտածում եք երեխաների հոգեկանի մասին, որ հետո ինչպես իրենք պետք է ապրեն են մտքի հետ, որ իրանց մայրը եղել է անբարոյական։ Ես գիտեք ուր եմ տանում, որ դուք բաժանվում եք կամ չեք բաժանվում, դա ձեր անձնական գործն է եւ ինչքանով է դա իրական եւ ոչ իրական, էլի դա ինչ որ փորձագետների կամ ասենք թե դուք ինքներդ կարող եք բարձել, բայց երեխաների հոգեկանի մասին երբ որ դուք բաժանվում եք, անպայման ես խնդրում եմ դուք հաշվի առնեք դա։ Եվ հետո երեխաները կտրամադրվեն ձեր դեմ։ Դուք կորցնում եք, դուք ունեք վտանգ երեխաներին կորցնելու։ Դուք կարծում եք այսքանից հետո դատարանը երեխեքին կտա իրան։ Այդ խիակ ես թվում, որ այս աղջիկը ինքն է։ Այս ինքը չի ընդհանրապես։ Հա, դու շար ես անում իր վրա։ Այս ընդհանրապես ինքը չի։ Ռաֆայել, մատերի կոտրվածքը նայեք, մատերի կոտրվածքը թեկուս Ռաֆայել, ես դες եմ ջոգել ու մեկի իր դեմքից ու մարմնի ձևից։ Ռաֆայել, թեկուզ երեխաները մնում են ձեր մոտ, Ռաֆայել, ուրեմն նշանակում է, որ ձեր երեխաները անբարոյական կնոջ երեխաներ են եւ դուք պետք է մեծացնեք անբարոյական կնոջ երեխաներին, դուք հասկանում եք դուք ինչ եք անում։ Դու այս տեսանյութը դրա համար ես բերել, որ մայրական իրավունքներից զրկես կնոջդ ու երեխեքին վերցնես, չէ՞, էսա չէ ամբողջ պատճառը։ Այո։ Մալադեց ապրես։ Շատ խելացի տղա ես։ Ամոթ քեզ պրոստո, բան չունեմ ասել։ Ինչի համար։ Փոխանակ ամոթ իրանալի ինձ է, հա։ Շատ եմ երես տվել։ Երես չես տվել, ամբողջ օր արտաշ ես եղել։ Իրան հարց տվեք էլի, որ այս 6 տարվա մեջ այս ամբողջ ընտանիքի հոգսը այս տղու վզին է եղել։ Ոչ, նա չի կերեք, քրոջ պատկերն ես տվել, քո քրոջն ես օգնել, քո քրոջը։ Արա քո ինչ գործ ինչ եմ արել։ Այ քրոջը բայց ես սիրածին եմ բալկոնով վռնդել, բալկոնով ներսեր մտել։ Այդ սիրածը չեմ, այդ սիրածը Տիկին Ջուլիա, մի երկու րոպե։ Տիկին, այդ սիրածը Բեթմենն է։ Դահակի ես խնդրում եմ երկու րոպե իրա ձերը։ Մի րոպե, հələ մի րոպե։ Եթե իր սիրածը մտնի տուն, ինքը ոչ Չիլավեք Պաուկն է, ոչ է Բեթմենն է, որ բալկոնով մտնի, լսեք։ Եթե դուք մանավանդ տանն եք, ես չեմ կարծում, որ խելոք մարդը բալկոնով կմտնի տուն։ Հասկանում եք։ Ինքը ուրիշ տեղ կտեսնի իր սիրածներին։ Վռնդել եմ, ասել եմ դուրս կորի իմ տնից։ Տեսա որ րոպե մեկ իր սենյակն է մտնում։ Դա ինչ կա Չիլավեք Պաուկի առաջի հարկը։ Հետո Մարգարիտ, մի վարքյան, գուցե իմ համար ուրիշ տեղ է թաքնված։ Գուցե ձեզ ինչ որ առումով ձեր ամուսինը որպես տղամարդ չի բավարարել, անկեղծ եմ խնդրում խոսել, հա։ Եվ դուք օտար տղամարդու գրկում եք ինչ որ ջերմություն մանեկել։ Օտար տղամարդու հետ եք սխալվել, չգիտեմ։ Եղել է նման դեպք, որն օգտագործում են այսօր։ Երրորդը նկարանումը։ Այո։ Այո։ Այսինքն դուք վստահ եք, որ սա Մարգարիտն է։ Ոչ, բայց եթե։ Ահա։ Իսկ եկեք հլա մի հատ հարց ուղենք ի վերջո Մարգարիտին, անընդհատ քննարկում ենք, բայց ոչ մեկը։ Մարգարիտ, այս նկարում դու ես թե չէ։ Ոչ։ Իսկ այս նկարը տեսնելուց հետո նախ ինձ շատ հետաքրքիր էր դու գլուխը տափերիդ մեջ էիր առել ու չէիր նայում ես ոչ թե նկարին կամ այդ կինոն էի նայում այլ ուշադիր քեզ էի հետևում քո շարժումներին թե ինչ եմ ենթադրել դա թող մնա իմ մեջ ինչ քայլ ես կատարելու սրանից հետո Անցնի գնա, ես ձեր մայրիկին հարց չեմ տալի, որովհետև ինքը նենց հանգիստ նստածա ոնց որ սենց էլ պետք է լիներ։ Աշխարհն իրանն է, հեչ իր աղջկան չեն խայտարակում, ամեն ինչ նորմալ է։ Այս պահին ձեզ օգուտ մի բան ասեմ, երկու ձեռով կգորակ ու կգոչեք։ Տենց չի տիկին, ձեր աղջկան է խայտարակում, խոսե։ Բայց նա հանգիստ նստածա նշանակում է ընդհանրապես երբ որ տենց դեպքերում հանգիստ նստում են ասելիք չունեն։ Նա պաշտպանվելու մի րոպե մենք խոսենք։ Շնորհակալություն։ Երբ որ հանգիստ խոսում են եւ ինքնապաշտպանվելու ոչինչ չունեն եւ հանգստի մեջ է դա արվում, կարծում եմ նա թքած ունի թե ես ձեզ չէ, ձեր մասին չեմ խոսում։ Մեղավորություն չունի։ Այլ հարց, եթե ասելիք չուներ եւ մեղավոր կլիներ, այստեղ նստած է հոգեբան, անգամ սեքսապաթոլոգն էլ կարող է որոշ ուրեմն վարքից հետևություններ անել եւ ընդհանրապես անձեն աչքով էլ նա մի քիչ այլ կարգի լարված կնստեր եթե խոստովանենք նու նման չի կա որոշակի ինչ որ նույն բաներ բայց նման չի
Վերջին հաշվով կա հետաքննական, հա ոնց է դա կոչվում։ Փորձաքննական, հա, համակարգեր, որոնք չեն մերժի կարծում եմ եւ կանցկացնեն իրենց հոգու հանգստության համար, բայց ձեր երեխաները հանգիստ չեն ապրի, դուք հանգիստ չեք ապրի, որովհետեւ Հայաստանում գործում է կենցաղը կազմում են հարևանները, բոլորը բացի ձեր մտերիմներից, ձեր աշխատանքի վրա էլ դա կազդի, ձեր հետագա կյանքի վրա դա կազդի, իսկ որ ամենակարևորն է եւ ցավալին դա կազդի ձեր ոչնչից անտեղյակ, բայց արդեն իրենց տարիքից ժամանակից շուտ մեծացած երեխաներին ճակատագրի։ Եվս մեկ հոգնիկ դադար, որից հետո մենք կվերադառնանք հեռուստատեսային տաղավար թեման շարունակելու համար։ Ռաֆայելի Մարգարտե երազը կիսաբաց լուսամուտներից ներ սարսափելի պատմությունն իր ոչ պակաս սարսափելի մանրամասներով դեռևս մեր եթերում մենք վերադառնում ենք տաղավար եւ վրեժ խնդրեմ դուք խոսքի իրավունք եք խնդրում մինչեւ դադարը։ Նախ մենք այստեղ դարձյալ ականատես ենք մի տխուր վիճակի, երբ երկու առանձին ընտանիքներ ցավոք հոգեբանորեն հասունացած չեն։ Եվ չլինելով հոգեբանորեն հասունացած համարձակվել են երեխաներին ամուսնացնել, ինչը իրենց կողմից կոպիտ սխալ է եղել խոսքը եւ ձեզ է ուղղված եւ ձեզ։ Դուք ինքներդ ձեր պահվածքով հարգելի ծնողներ ապացուցում եք, որ դուք դեռ ինքներդ հասունացած չեք։ Ներողություն, բայց ձեր այս շոույանման պահվածքը առավել եւս ձեր երեխաների ներկայությամբ հաստեց միայն այն ամենը, ինչի մասին ես ասեցի։ Երեխաներին ամուսնացնելը դա միայն արարողություն չի։ Դա մեկ, երկրորդը, ամուսնացնելով երեխաներին դուք միևնույն ժամանակ նաեւ դուք ինքներդ օրինակ չեք ծառայել դրա համար, այլ հակառակը հրահրել եք, որ ստեղծվել է այս վիճակը։ Կուսությունը եղել է, չի եղել, թե ով է առել, դա հարցի այլ կողմն է։ Հիմնվել ինչ-որ սիրողական մակարդակի նկարահանած պորնոհոլովակի վրա եւ մեղադրական ներկայացնել ու կնոջը նսեմացնել, նույնիսկ շրիշակից էլ ներքև, լռեք։ Եվ սիրողական տարբերակով մեղադրանքներ ներկայացնելը առնվազն ուղղակի միամտություն է։ Առանց փորձաքննության էլ պարզ է, որ այստեղ կադրում ձեր կինը չի։ Եվ այս դեպքում մենակ դեմքով չեք կարասում, թե ինքը չի։ Եվ մինչև նման կարծիք հայտնելը նախ 10, 20, 30, 100 անգամ մտածեք, նոր խոսեք։ Եթե մենք խոսում ենք երեխաների մասին, դուք այսօր քար առ քար նետում եք իրենց ապագայի վրա, եւ դուք, երկուսով։ Վաղը չեմսօր այդ երեխաները ձեր այսօրվա անառողջ պահվածքի ճակատագիրն են կրելու, որը ուղղելու համար շատ ուշ է լինելու, սթափվեք, ուշքի եկեք եւ հարցեր լուծելու այլ ուղիներ ընտրեք։ Բղավոցանման ինչ-որ հայոյախառն շփվելա ձևը դա տարբերակ չի։ Եվ էլի եմ ասում, դուք մենակ չեք, դուք համարձակություն եք ունեցել այս լույս աշխարհ բերելու 2 երեխա։ Դե եթե բերել եք, ուրեմն այսօր ձեզ պահեք մարդավայել։ Ինչ եք առաջարկել, որ այսքանից հետո ես իր հետ ապրեմ, հա? Ոչ, բաժան։ Հետ գնա ապրի, քո մեր ասի, մերի, կապրես։ Հիմա որպեսզի հեռուստադիտողի համար հասկանալի լինի ինչի մասն եք դուք խոսում, խոսքը նրան է վերաբերում, որ Մարգարիտը ժամանակին մասնակցել է ATV հեռուստաընկերության բան ու գործ հաղորդաշարին եւ փնտրել է աշխատանք, որտեղ փորձագետներից մեկը դուք եք եղել Տիկին Ծատուրյան եւ շփվել եք նրա հետ, խնդրեմ։ Ես հենց դրա մասին էլ ուզում եմ ասել, Մարգարիտը երևի չէր հիշում այդ օրը, բայց դա ապրիլի սկիզբն էր եւ մեր հեռուստադիտողը YouTube մտնելով հանդերձ կարող է նայել այդ հաղորդումը, որը իդեպ ես պետք է ասեմ երկու բան, որ բառից պարզվում է Մարգարիտ, որ դու վերաբերվում ես մեր հեռուստադիտողների այն մասին, որը ամեն իր հուզող հարցերով դիմում է ATV։ Թե կիսաբաց լուսամուտին, թե բանուգործին։ Դա մեզ համար իսկապես շատ կարևոր բան է, սակայն, ինչ եմ ես ուզում ասել, դա եղավ, ես շատ լավ եմ հիշում մեր հանդիպումը, դա եղավ ապրիլին էր մեր հանդիպումը և երբ որ ես քեզ դու պատմում էիր մանրամասն, թե ինչպես էր փողը պահում, ոնց ես տնօրինում և ասում էիր մայրիկիս եմ տալիս, իմ մոտ այն ժամանակ առաջացավ մի բան, որ դու
մայրիկից ես տալիս, մինչդեռ, եւ ես դրա մասին հաղորդման մեջ ասեցի, դու այնքան էիր վստահում ըստ այդ հաղորդմանը կիսուր մայրիկիդ, որ ամբողջ գումարը երեխաներին վստահում էիր իրեն։ Մարգարիտ, ես ուզում եմ իմանալ, դու երբ ես ճիշտ, երբ ես դու ճիշտ, իսկ երբ ես դու սուտ։ Ես միշտ էլ ճիշտ եմ եղել իրանց հանդեպ, միշտ։ Իրանք, այո։ Բայց իրանք իմ հանդեպ շատ կեղծ են եղել, որովհետև իրանք ամեն ինչ արել են։ Միլիոնավոր տղամարդու հեռախոս։ Մարգարիտ ջան, ուրեմն ստացվում է Մարգարիտ 3 ամսվա ընթացքում են եղել։ Այդ ասացում, որտեվ դու դեռ ապրիլին հայտարարեցիր քո եւ քո ընտանիքի մասին, իբրև կատարյալ եւ շատ լավ ընտանիք եւ դու կարող էիր աշխատել մինչեւ ժամը 12-ը եւ քեզ առաջարկեցին 3 հրաշալի տեղ աշխատելու, իդեպ դու ո՞ր մեկը ընտրեցիր, դու աշխատեցիր հետո։ Հետո ես աշխատեցի։ Որտեղ։ Հույրանոցում, որպես մատուցողի։ Եվ ինչքան աշխատեցիր։ Քանի օր։ Մի ամիս 10 օր աշխատել եմ։ Նրանից հետո ինքը եկել է դանակա քաշե գործի տեղը իմ վրա, իմ աշխատակիցներն էլ ներկա են եղել։ Բայց դու այսօր ինչի քո խոսքը չսկսեցիր նրանից, որ դու շնորհակալ ես։ Թեկուզ նրա համար, որ քեզ աշխատանքի են դասավորել։ Ես դա չլսեցի։ Ես շնորհակալ եմ, էլի եմ շնորհակալ։ Էթիկին Սատուրյան խորանում ենք մի դաշտում, որտեղ երբեք մենք որևէ առիթով որևէ շնորհակալական խոսք չենք լսի։ Չէ, բայց մենք համենայն դեպս դա պետք է արձագանքվի անպայման։ Շնորհակալ եմ, որ դուք կաք եւ իհարկե փաստում եք այն, ինչ ԱԹՎ-ին անում է եւ սոցիալական ոլորտում փորձում է հարցեր լուծել։ Խնդրեմ, լսում եմ ձեզ։ Ես մի բան նկատեցի, այստեղ խնդիրը նրանում էր, որ դա կարծես ընդհանուր աղմուկի տեղ, այսպես կորավ։ Խնդիրը բնակարանի բաժանելու մեջ էր։ Եվ երեխաների։ Եվ երեխաների բաժանելու եւ բնակարանի։ Այնտեղ այսպես էր ներկայացված, կարծես թե քաղաքակիրթ ժամանակներ են, կարող եք չեք ուզում բաժանվել, ապրել իրար հետ, կարող եք բաժանվել, ոչ մի կին այդ առումով չի էլ կարող ստիպել։ Դա ձեր անձնական խնդիրն է։ Այնպես որ դա ձեզ պատիվ չի բերում նույնիսկ ներող եղեք, ես այդպես բարոյական իրավունք էլ չունեմ ինչ որ բանով քննադատել ձեզ, բայց ձեզ պատիվ չի բերում այս կարգի ձեր հարցերը լուծել։ Ես չգիտեմ, Անուշիկս, ինչպես դա ձեր անձնական գործն է, չեք ուզում ապրել, բաժանվեք, գնահատիր քեզ, գնահատիր քո երիտասարդությունը, գնահատիր քո ընտանիքը, եթե չես գնահատում երեխաներիդ գնահատիր։ Ես իմ երեխաներին առավելն եմ գնահատում։ Նաև ձեզ եմ ասում։ Իսկ ինչ վերաբերում է, որ դուք որպես հիմք ամուսնական, իհարկե ես մերժում եմ ամուսնական դավաճանությունը, դա իմ կարծիքն է, եւ հիմք ընդունում եք ինչ որ, ասենք, տեսահոլովակ, այսպես չգիտեմ, փոքր կադր, դա իհարկե միամտություն չէ, դա կներեք իհարկե, դատահասություն է։ Գիտեք, բազում ուրեմն հանրային անձանց լուսանկարները հայտնվում են հետո համացանցում տարբեր կայքերում եւ բավականին պրոֆեսիոնալ ձևով խեղաթյուրված, դա որպես բացատրություն մի ընկալեք, բայց դրա հետ մեկտեղ մարդիկ շարունակում են ապրել եւ որոշ չափով դա գցելով իրենց մասնագիտականի վրա, բայց ամեն դեպքում ընտանիքները հնարավորինս պահպանվում են։ Շատ սխալ է ասել պահպանեք ձեր ընտանիքը հանուն երեխաներին, որովհետև անառողջ մթնոլորտում եւ թույնված օդում միևնույն է, գիտեք, երբ որ տատիկն իր սենյակում է ուտում կամ տատիկն իր հերթին, հետո երեխաները ում հետ որ մոր հետ իրենց հերթին նույն տան մեջ, այդ ամեն ինչը ազդում է, երբ որ ամեն ինչն առանձնացված է, չգիտեմ, այդեղ օճառից բռնած, հացի ամանով վերջացրած։ Ցավոք ոչ թե ես, այլ ես ականատես եմ եղել նման ընտանիքի, իմ ընկերներից մեկի, անգամ այդ տուն մտնելիս թեկուզ 10 րոպե մինչև սպասես, չգիտեմ, հագնվում է եւ այլն, այդ մտնոլորտի այդ տան օդը թույնով է լցված, հասկանում եք, դուք ուզում եք փախչել այնտեղից։ Ձեր երեխաները կփախչեն։ Մենք վերանայեք ձեր վերաբերմունքները ձեր հանդեպ, վերանայեք թե որքան ավելի խաղաղ կերպով կլինի բաժանվել ճիշտ եւ հետո տեսնվել երեխաների հետ առանց թույնելով իրենց կյանքը, թե դա անընդհատ երկարաձգելով այդ process-ը եւ չգիտեմ
ով վերջում ողջ կմնա։ Նորմալ մարդավարի ձևով բաժանվի, դատարանը ինչ կնշանակի։ Դուք մարդավարի ձևով բաժանվում եք։ Ես նոր մարդավարի Ինչ ձևով է, ինչ որն է ձեր մարդավարին։ Երեխաներին մի րոպե։ Ձեր մարդավարի բաժանվելը որն է, որ ասում եք երեխաներից թող։ Մարդավարի բաժանվելը այն էր, որ 2 րոպե բոլորս լուր լսում էինք վերջապես։ Գալիկյան, շարունակեք լռությունը։ Ուրեմն որպես այդպեսին ես չեմ փորձելու ինչ որ բան մեկնաբանեմ։ Պարզապես նախքան իմ խոսքը, իմ կարծիքը հայտնելը ձեր երկուսի վերաբերյալ կամ 4-ի վերաբերյալ ես մի բան հարցնեմ։ Այդքան տարիներ իրար հետ ապրել եք, որպես մայր ինքը լավ մայր ա եղել ձեր երեխաներին։ Այո կամ ոչ, մեկնաբանություններ չեմ, վատ մայր ա եղել, էդ էլա ձեր թերությունը, որ 4 տարի վատ մորը ձեր երեխեքի մոտ պահել եք։ Տիկինը բանից պարզվեց չի լսում, բայց ինքը լսում այն ժամանակ, երբ որ իրան տալիս։ Մյուս տիկինը ընդհանրապես իր համար միևնույնն է թե ինչ է կատարվում, կարծես դուք ինչ որ պարտականություն եք կատարում ստե նստած կամ ինչ որ այդ անունը, որ ձեր վրա կա, մայր ձեր վրա դրված է դա պարտականություն է։ Ես չեմ ցանկանա տպավորություն ստեղծվի, թե ես ձեր կողմնակից եմ կամ ձեր նախկին ամուսնու կողմնակից։ Ի վերջո ամուսնալուծության պանջով եթե դա տանա տվել, ինչքան էլ չուզեք բաժանվեք, առավելագույն 3 ամիս մեկա թե բաժանվելու եք։ Ինչ վերաբերում է երեխաներին, չգիտեմ, թող խնամակալության հանձնաժողովն ու դատարանը որոշեն ում կտան, ես չեմ ձեզ դատավոր, թող Աստված ձեզ դատի։ Ինչ վերաբերում է քեզ Ռաֆայել, միանշանակ քո արարքը որպես տղամարդու դատապարտելի է։ Անկախ նրանից ինքը լավն է թե վատն է, ինքը քեզ 2 երեխա է տվել։ Վաղը մյուս օր ինչպես էս մարդիկ նշեցին, ինչպես նշեցին, վաղը որ եկան քու դուռը ծեծեցին, եթե անգամ երեխաները քու մոտ են, մենակ ես տեսա երիզի շնորհիվ ասելուն, էսի են երեխեքն են, անցանք։ Իսկ եթե դուք ձեզ համարում եք տենց մաքուր եւ սուրբ, ես չգիտեմ դուք այդպեսին կաք թե չէ։ Ես չեմ ասում դուք եք կամ դուք չեք, թող փորձագետ, ասենք փորձաքննություն անցկացվի, որոշվի, դուք եք կամ դուք չեք։ Ինքը մեկը ամենայն հավանականությամբ եթերը հեռուստատեսությամբ հեռարձակվելուց հետո անմիջապես ոստիկանությունը նյութեր է սկսելու նախապատրաստել։ Աստված մի արասցե։ Ինչպես է բոլոր դեպքերում, պարոն Գալստյան։ Հանկարծ եթե ինքը չեղավ Դե շուտ պատրաստეთ այդ նյութերը, որ տվել եք դիսկը։ Եթե հանկարծ ինքը չեղավ այդ երիզի մեջ փորձաքննությունը պարզվեց, ինչպես դուք եք հաղորդման սկզբում նշում, իր երազանքը կիրականանա, դուք կայտնվեք ճաղերի հետևում։ Ես չգիտեմ դուք պատրաստ եք դրան թե չէ, բայց իմ պարզապես իմ վերջին խոսքը ես կսահմանափակեմ խնայելով ժամանակը։ Պատկերացրեք ձերպես ու չեմ ասի ձերպես համենայն դեպս նույն խնդրով ինչքան մարդավորվա մեջ մտնում ու դուրս գալի մեր գրասենյակ, բայց նման կներեք իմ բառի համար նման ստոր ձևով չեմ բաժանվում։ Սխալ եք անում։ Որտեղ ինքը ստոր մարդը դրա համար։ Ինչքան էլ ուզում աստոր լինի դուք մեծահոգ եղեք ու ձեր բարձունքի վրա կանգնեք։ Ներողություն, ես հասկանում եմ, որ Մարգարիտ, Ռաֆայել, ես համաձայն եմ, որ դուք իրար արժանի եք։ Ձերքդ իմ վրան չտնկես, անամոտ, լպիրշ, հրեշ։ Քանի որ ինքը մենք խոսքի ամուսնական հարաբերությունների մեջ ուշուշ ենք կլինի խոսքի մի 6-7 ամիսը մեկ։ Մի վարքյան։ Ում մեղավորությամբ։ Ոսկի վարքյան։ Բայց ում մեղավորությամբ եք ուշ լինում։ Ինքնեցելա, ջարդելա, ամբողջ ջանս ցավացելա։ Դրա համար ես չեմ ցանկացել իր հետ անկողին կիսեմ։ Հա, որովհետև իմ ջանը ցավացել է, մարիները ցավացել է, ծեծել է, ջարդել է, ստիպողաբար արել։ Ես էլ չեմ ցանկացել դրան։ Պետք է ամուսինը կնոջ ստիպողաբար անի։ Իմ տունն է պետք, իրան Որ ասում խմող է։ Մի փորձեք արդարան։ Դե ասա որ ասում խմող է մալկաշեմ, դե ասա բան ես Հայաստանի 50% տղամարդկանց կնանիք, պետք է բորրի կլինեն, էլի դե ասա։ Իրան հարց տվեք։ Ինչի դուք մտածում եք, որ մի րոպե Հայաստանի Հանրապետության 50% տղամարդկանց ալկաշ են։ Ստոպ։ Խմող է, բայց ես ալկաշ չեմ։ Ես խմող եմ, բայց ալկաշ չեմ։ Ուտող խմող են, առիթների դեպքում, բայց ամեն օր չէ։ Բայց ինձ ինքը ալկաշ ասեմ։ Մտնում ես տունը, երեխեն վախից դուրը ծասկում, ասում մամա, արի ես կողմ, որ Ռաֆոն մեզի չծեծի։
Դուք իրար արդ կներեք, պարոն Շահրաման։ Դուք Ռաֆա մի րոպե լա։ Դուք փորձելով թե դուք թե այս կողմը թե այն կողմը, փորձելով իրա իբր, եթե կայպիսի անուն, իրա անունը մակ։ Հոգեկան խնդիրներ։ Հլա մի րոպե մի բան ասել։ Այնքան մաքուր եմ, ես իմ ազնվության համար ամեն քայլին Մի րոպե հլա մի րոպե մի բան ասել։ Գիտեք ինչ իրավիճակա ստանդարտ։ Մի րոպե տիկին։ Դուք այսօր փորձում եք թե այս կողմը թե այն կողմը։ Ձեր անունը եթե այդպիսի մնաց այս քանից հետո անուն որպես այդպիսի մաքրելու համար հիշել, որ մի քիչ երկար լներ հաղորդումը կարող ասենք այն ծնված օրվանից հիշեիք մեկը մյուսի ով ինչ թերություններ ա ունեցել։ Դրա համար մի փորձեք արդարանալ ուշ է ժամանակն անցավ։ Փորձեք անկախ նրանից մեղքեն ձեր երեխեքը գործիք եք սարքել երկուսով այդ երեխեքին։ Վաղը երկուսդ եք պատժվելու։ Բացի այդ ամոթը ձեռք բերովի է, միգուցե հիմա։ Չէ, իրանց մոտ չկա դա։ Իրանց մոտ ամոթ բանը չկա։ Այսքան բանը միան դրած, այսքան բանը միան դրած։ Ինքը ինձ ասում էր, աբան։ Բարակված ինձ ասում։ Ամբողջ հանրության Ժողովուրդ ջան, ձեզ այս թափան ասեցի։ Թույլ չտայիր չասել, թույլ ես տվել ասելա։ Բարես բունի մասով ասում, բարակված ո՞տ է ինձ։ Հաղորդման սկզբում մեկ տեսա, երիս տեսակ։ Կանգնած, մերը տիրա նախապեմ, ինքը մորը տախապեմ, նեցավեսով ոնց որ թրիլեր նայելիս ելնես, տնաշ է։ Որեք ու տղամարդկային հատկանիշները։ Այդ հետ Սրա մատով կտեմ։ Նա լրպի շարա նայք ու սրպություննա։ Գնա բակ ու սրպությունն ուր մնա, մարդ իրան նամուսի համար ճաղերի հետև մենա գնի։ Թե չես ամաս ու սրպությունն Մի բան հարցնեմ, դուք այսքան բան լսեցիք ստեղ, ինչ է հիշեցիք։ Սանտատ ասում եք երեխաների խաթր, Բա ում խաթր։ երեխաների խաթր, այս փչացածին ես բերեմ նորից կողքս պարգասնեմ, հա։ Ընկեր ոչ մեկ չի ասում, ասում եք Մեկապարկած չպարկած մի հաշիվ է, ինչ օգուտ։ նամուսով Ռաֆայել ջան, հարգելիս նամուսով բաժանվեք։ Ես մի րոպե։ Մի խայտարակեք իրա։ Հաղորդինել անգամ խափում, դժվար է հասկանալ։ Մայրիկ ջան, ես էլ եմ նույնն ասում, ինչ որ դուք եք ասում։ Հաղորդավորին ագարած է ֆրթնում։ Ռաֆայել, ես մի բան հասկացա, Դուք փողերով ամեն ինչ արա, փողերով, հասարակաստուն։ Արա ինքը թե փող չունի որ։ ահա քո փողերով։ Քո փողերով։ Ությունանը փող աշխատում։ Տիկին։ Դու անում ես փող ես տալի, որ քեզ չի։ Տիկին։ Դու փող ես տալի, որ քեզ չի։ Այդ տական։ Մարգարիտ, Այդ տական։ Վայ հագստացեք։ Անցի հոգեգան։ Արինստիլը։ Փող ես տալի, որ քեզ լավ դեղայացնում։ Ռաֆայել, դուք այժմ ապացուցեցիք նրա գոնե մեղադրանքի 40%-ը։ Դե փող ես տալի։ Հանրորեն եւ անգամ եթե դուք ճիշտ էլ լինեք ձեր պարագայից կարծում եմ օրենքի սահմանները Մի վարկը մամը Գողչիկովա։ Տարբեր մարդկանցից տարբեր երեխեքա հարցը չեն քննարկում։ Քո հարցը։ Քո Արա այն քուրս աշկը թանել, հա։ Քուրս աշկը թանել, հա։ Այ անասու։ Հանգիստ։ Ոչխարի մեկ։ Այ ուրոք։ Դու էլ ես Արա կտակ սատկստեմ ինձ իբաստե արա։ Բայց այսքան մարդու ներկայությամբ դուք ո՞նց ձեռք բարձրացնում տիկնոջ վրա։ Հիմա իրան հարցրեք, որ այդքան 5.5-6 ամիս Ոչ մեկի ոչ մի բան չեմ հարցնում, դու ասա։ 5.5-6 ամիս տենդեղ աշխատելա։ Ասա այդքան աշխատելա ստեղնդեղ։ Մի հատ բուխան կա, առած կա երեխեքի համար որ ուտել։ Եր ինչ կապ ունի Ոնց է ինչ կապ ունի, ուրը ինչ արե փոխելը։ Ապա տղամարդը դու ես լապը դիարրի քեզ պայ չեմ հասկանում։ Ոնց։ Տաներս տես կգանետ աշխատավարձին ես սպասեմ։ Ես տպավորություն չստեղծի, թե ես իրան պաշտպանում եմ։ Ես առաջին հերթին իրան եմ դատապարտում, բայց այսօր պետք չի նյութականացնել։ 4-5-6 ամիս աշխատելա փող չի բերե, հեն ժամանակ հարցը դնեի։ Հարցում եմ։ Ասեմ ասի ջան, լավ մարդ հասավ չեմ տվել այդ հարցի պատասխանը ստացա։ Ամուսնական կարծոնա տարել դեր զալոգի տակ չգիտեմ փողեր ինչ արե։ Ասեմ ինչ փողեր է, ժամանակին ինչ եք հարցրել, ինչ Չկա, ասեք չի աշխատում։ Ես կարծում եմ մենք չպետք է այդքան գորգորանման հարցության վրա լինենք, պետք չի ավելի հանգիստ։ Տիկին, ես ձեզ հարց ունեմ, ձեր ամուսինը ձեզ վրա ձեռք բարձրացրել է։
Ամուսնական կյանքի ժամանակ։ Ով ձեր բացար։ Իմ բրան։ Այո։ Իմ տղան։ Ամուսինը։ Ձեր ամուսինը ժամանակին։ Հա։ Փաստորեն եկավ գենետիկորեն։ Հիմա ես ձեզ հարցնում եմ։ Դուք ճիշտ եք համարում, երբ ամուսինը ձեռք է բարձրացնում կնոջ վրա։ Դե կինը երբեմն չափից դուրս։ Փաստորեն ստոպ։ Փաստորեն դուք այդ չափը կնոջ լեզուն է երբեմն։ Ես ինձ մեղավոր եմ ճանաչում։ Այդ չափը ձեր ամուսնական կյանքի ժամանակ դուք նույնպես չէ չափեր եք անցել, որ ձեր ամուսինը բայց դրա խնդրում եք տրագեդիա չենք ծարգել։ Ես ուզում եմ որ լսի չգոռան։ Բայց հորս վրա ոչ մի անգամ միլիսա չի բերել։ Լավ, ժամանակները փոխվել է։ Ժամանակները փոխվել է, հիմա մարդիկ ավելի շատ է։ Հիմա ժամանակները փոխվել է։ Ես հիմա ուզում եմ հարցնեմ։ Ձեր տղայի ձեր բարձրացնելը ձեր իր կնոջ վրա ճիշտ եք համարում։ Սխալ եմ համարում, բայց ինչի համար է բարձրացրել։ Մագար իմ կինն է։ Իսկ ինչու չեք միջամտում։ Եթե ինչ-որ մեկը իհարկե հարգում է որոշակիորեն հեռուստատեսությունը տիկի խնդրում եմ։ Ես Ռաֆայելին վերջին հարց ունեի եւ եթե իհարկե Ռաֆայելը հնարավորություն ունի թող վերադառնա տաղավար վերջին հարցից պատասխանելու համար խնդրում եմ։ Տիկի մի վարքյան։ Մի վարքյան։ Անձի ասում եմ վարակված, ապացույց ունես որ ես վարակված եմ։ Դու հանդուրժ ես։ Դու ես տեղ։ Հա, իսկ ես ապացույց ունեմ վարակված չեմ։ Նստեք մի հատ ձեր տեղը։ Լռեք, հարգելի հնչյունային ռեժիսոր, խնդրում եմ փակել բոլորի խոսափողները բացի Ռաֆայելից։ Ռաֆայել, եթե չլիներ այս տեսանյութը, որով դուք իբր ապացուցում եք ձեր կնոջ անբարոյական վարքը, դուք շարունակելու եք ապրել նրա հետ։ Այո ոչ։ Եթե չլիներ կապրեի ես իր հետ։ Եթե փորձաքննությունը ապացուցում է, որ տեսանյութում ձեր կինը չէ, օտար տղամարդու հետ։ Որն է լինելու ձեր քայլը։ Դուք շարունակում եք բաժանվել, ապա արձան եք պահանջում։ Վերջ, այսքանով ավարտված է մեր եթերը, շնորհակալություն բոլորին ուշադրության համար, ցտեսություն։